Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Արտիստ, որի ձայնն անհնար է շփոթել, միայն թե տպավորիչ ձայնը չէ միայն իր առանձնահատկությունը, դրանք շատ են։ Այսօրվա իմ հյուրը պահանջված ու սիրելի դերասան է, որի խաղը գերպրոֆեսիոնալ է եւ թատրոնի բեմում, եւ էկրանին։ Ինչ վերաբերում է մարդկային որակներին, պետք է նշեմ, որ զուսպ ու հավասարակշռված անձնավորություն է Վապկեն Չոբանյանը։ Վապկեն Չոբանյանը ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 9-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 4-րդ դասարանից հաճախել է Աննա Պետրոսյանի դպրաթատրոն, որը գործում էր եկեղեցուկից։ 1994 թվականին ավարտել է Գյումրիի թիվ 7 միջնակարգ դպրոցը։ 1994-ից 1998 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1999-ից 2007 թվականներին աշխատել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Դրա հետ մեկտեղ նա աշխատել է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղում որպես դերասանի վարպետության և բեմական խոսքի դասախոս, ինչպես նաև Գյումրիի Ցայք հեռուստաընկերությունում որպես հաղորդավար։ 2007 թվականից աշխատում է Երևանի Հրաչ Աղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան։ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման։ Պարոն Չոբանյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ չեք մերժել հայ պերսոնա նախագծի հրավերը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Գյումրիից շատ լավ տրամադրվածությամբ եկաք Երևան։ Ձեզնից որքան ժամանակ պահանջվեց Երևանում կարիերան սահուն սկսելու համար։ Եթե հիշեմ, որ կետը կարելի է կարիերայի սկսելու մեկնարկի կետ համարել, կկարողանամ ասել, չեմ ֆիքսել, չկա այդպիսի պահ, որ ասեմ, մինչև այդ սկսված չէր, դրանից հետո սկսվեց։ Ինքը այդպես հարմարվելու, տեղավորվելու, փնտրելու, գտնելու process է եղել, որ այդպես հանգրվան չկա, որ ասեմ, թերևս կարելի է թատրոն ընդունվել է այդպես հանգրվան համարել կարիերայի մուտքի, բայց երևի այդպես հա թատրոնից սկսած։ Կոնկրետ ժամկետ կդժվարանամ նշել, որովհետև ինքը այդպես ընթացք էր իր դժվարություններով, անակնկալներով, խնդիրներով, բայց նպատակային։ Պարոն Չոբանյան, կան մարդիկ, ովքեր կարողանում են իրենց կարողությունները իրենք առաջարկել եւ կան մարդիկ, որոնց շատ արագ նկատում են եւ նրանց են առաջարկանում։ Դուք որ խմբին եք պատկանում։ Չէ, ես առաջարկել չգիտեմ, չեմ կարողանում, չեմ էլ ուզում։ Ոչ թե որ ինչ պիտի ես առաջարկեմ, այլ այդպես ես չեմ կարողանում դրա մասին ժամանակ էլ չի եղել ճիշտ ասած մտածելու։ Ամենաճիշտ ճանապարհը թերևս քո գործով զբաղվելն է, ու եթե քո կարիքը կլինի, քեզ կգտնեն, եթե չէ, ուրեմն պետք չէ որ գտնեին։ Կհաշտվեք իրականության հետ, որ ձեզ չգտան։ Այդպես հաշտվելու խնդիր չկա, ճիշտ ասած։ Դու ինչ-որ բան չես անում, որ քեզ գտնեն, նկատեն, գնահատեն, փառաբանեն կամ չգիտեմ ինչ։ Դու քո գործն ես անում եւ շնորհակալ ես դրա համար, որ առիթ ունես քո սիրելի գործով զբաղվելու։ Եթե այդ զգացողությունն ապրում ես, մնացած այդ կողքի զգացողությունների, հատկապես նեգատիվ, էլ կարիքն ու ժամանակն էլ չկա։ Հաղորդավարություն, դերասանական աշխատանք։ Դուք որտեղ եք ձեզ զգում ինչպես ձուկը ջրում։ Միանշանակ դերասանությունը, դերասանի մասնագիտությունը դերասանությունն է։ Հարակից այդ զբաղմունքները բոլորը ուղղակի հարակից զբաղմունքներ են, նրանք մասնագիտություն չեն, կոչում չեն, բայց անհրաժեշտ նաև։ Ես ինձ դերասան եմ համարում, ներեցեք։ Կարծում եք ձեր ձայնը մեծ ազդեցություն ունեցել է ձեր հաջողությունների գործում։ Ենթադրում եմ, հա, իր տեղն ունի անպայման, ոնց որ դերասանի դեպքում ամեն ինչն էլ կարևոր է, ճիշտ ասած։ Եվ ձայնը, եւ արտաքինը, եւ խառնվածքը, եւ կրթությունը, եւ դաստիարակությունը, մի խոսքով անհատականություն ես ու ըստ այդ անհատականության դու քո տեղը գտնում ես տվյալ ոլորտում։ Դերասանության դեպքում հատկապես որ պիտի միտքդ, մարմինդ, հոգիդ եւ պրոֆեսիոնալ հմտություններդ միշտ մարզանքի մեջ լինեն, որովհետեւ այդպես
կետ չկա որ հասնես, ասես վերջ ես արդեն ամեն ինչ ասել եմ, հիմա դափնիները վայելելու ժամանակն է, չէ, ինքը անընդհատ process է, անընդհատ կատարելագործվելու, անընդհատ աշխատելու, անընդհատ ինչ-որ բան բացահայտելու, ինչ-որ ավելի լավը դառնալու, հետո որտով աշխարհն էլ է փոխվում, կյանքն էլ է փոխվում, մասնագիտությունն էլ է փոխվում, այդ ամեն ինչի համար պիտի բաց լինես եւ պատրաստ փոխվելու նաեւ։ Դերասանի մասնագիտությունը այդ իմաստով բացառություն չի, հակառակը շատ ավելին է պահանջում։ Այնպես որ ձայնը նաեւ իթիվս մյուս բաների նաեւ իր գործանում է երևի։ Դուք շատ հետաքրքիր մի բան նշեցիք, որ անընդհատ ժամանակների հետ լինում են փոփոխություններ եւ պետք է հարմարվել այդ փոփոխություններին։ Ձեզ դա հաջողվում է, դուք հեշտ եք հարմարվում փոփոխությունների հետ։ Հարմարվել բառն շատ դուր չի գալիս, որովհետեւ հարմարվել նշանակում է զիջել ինչ-որտեղ, հրաժարվել ինչ-որ կարևոր բաներից։ Ես ավելի շատ գնահատում եմ այդ փոփոխությունները որպես մարտահրավեր եւ դրանք հաղթահարելու ճանապարհներ փնտրելը։ Իսկ հարմարվելը նշանակում է դու ես այսպես տեղավորվում, զիջում։ Մարտահրավերը ավելի հետաքրքիր է, երբ որ հին սովորական ճանապարհը արդեն ոչ միտեղ չի տանում կամ լավ տեղ չի տանում, դու քեզ ուրիշ ճանապարհ առաջարկվում ու դու այսպես անհայտի զգացողությամբ մտնում ես այդ ճանապարհը, դա շատ լավ բան է, որովհետև այն ձևերը, հմտությունները, որ դու յուրացրել ես, սովոր ճանապարհով գնացել ես, հիմա դրանցից պիտի հրաժարվես, որովհետև նոր ճանապարհ ես գնում եւ նոր մոտեցումներ են պետք, նոր լուծումներ են պետք, նոր հմտություններ են պետք, իսկ այդ նորի մարտահրավերը միշտ քեզ թարմ է պահում, միշտ մրցունակ է պահում, միշտ գործի մեջ է պահում։ Պահակեն Չոբանյանի մասին խոսելը մի ասպեկտում դժվար է ինձ համար, որովհետև նախ մանկության դպրոցական ուսանողական ընկերս է, այսինքն ես ի տարբերություն թատերասեր եւ կինոսիրող հանդիսատեսի կարողանում եմ ըմբոշխնել նաեւ որպես ընկեր Բաբկենի, շատ բազմաշերտ, շատ խորը անձնավորություն, իսկ դերասանական առանձնահատկությունները ուղղակի այն շատ քիչ դերասաններից է, ով ամեն անգամ դու նայում ըմբոշխնում ես հենց process-ի ժամանակ, process-ի ընթացքում, թե այդ ինչ ճարտարապետություն է ինքը իրականացնում քո աչքի առաջ, այդ ինչ process է ապրում, այդ ինչ քիմիական, ֆիզիկական, հոգեկան process-ների մեջ է ինքը հայտնվում ու իր շրջապատի մարդկանց, շրջապատի դերասաններին է ներգրավում։ Սա մի իսկապես հրաշք ըմբոշխնելու, իսկական վայելելու, իսկական տաղանդավոր մարդուն վայելելու process է ու ես այն քիչ երջանիկներից եմ, որ նաև իրեն թատրոնում եմ վայելում, որովհետև ինքը վերջին շրջանում կարծես թե թատերական գործունեությունը մի քիչ ավելի պասիվացրել է իր ստեղծագործական կյանքում եւ ես այն քիչ երջանիկներից եմ, որ ես հնարավորություն եմ ունենում իրան թատրոնում վայելելու, որտեղ վերջին շրջանում իմ երկու ներկայացումներում էլ ինքը շատ կարևոր, այսպես առանցքային դերակատարումներով է հանդես եկել, երկուսն շատ տարբեր եւ աշխատելու process-ում ուղղակի բերկրանք է, թե կարելի է նայել ու ըմբոշխնել ու վայելել, թե ինքը ինչ նրբաշերտերով է կառուցում իր հետաքրքիր կերպարները։ Գործի բերումով շփվում ես ում հետ ասես, ում հետ ասես, շատ լավ մարդկանց հետ ոչ այդքան դուրեկան, ոչ այդքան կոմֆորտ, բայց իր մարդ-տեսակը շատ կարևոր է, որովհետև ինքը շատ պոզիտիվ է, այսինքն նկարահանման հրապարակում տես մարդիկ պետք են։ Չնայած դերեր ունի, որ շատ բրուտալ է, ու ագրեսիվ է, որը իր մեջ գուցե եւ կա շատ խորքային ինչ-որ բաների վրա, բայց Բաբկենի տեսակը ինքը շատ փխրուն է, շատ նուրբ է, որը այդ իր բրուտալ առավել եւս այդ իր հայտնի բարիտոնը, որ ամբողջ ազգը ճանաչում է այդ բարիտոնը, որի ձեռը ինքն էլ է կրակն երևի, կարծում եմ մի քիչ, ուրիշ կարծիք են կազմում մարդու մասին, բայց ինքը շատ նուրբ մարդ է, շատ խորը զգայուն ու դա շատ ինձ դուր է գալի։ Շատ հաճախ փորձի ժամանակ, ինչ-որ process-ի ժամանակ նկատում ես դերասաններին, որոնք մի պահ այսպես իրականությունից կտրվում են, իրենց բեմական իրավիճակից կտրվում ու դառնում են հանդիսատես ու սկսում են վայելել այն պրպտելու process-ը, թե ինքը ոնց է կառուցում իր կերպարներին։ Պիտի ասեմ, որ հա, բծախնդիր եւ խստապահանջ արտիստ է
ինչը եւ պարտավորեցնում է եւ հարգանքի արժանի է եւ խոսում է իր մասնագիտությանը շատ լուրջ վերաբերվելուն, այսպես ասեմ։ Ինչ եք հասկանում, երբ ասում եք հաջողություն, որն է ձեզ համար հաջողությունը։ Երբ որ արած այդ գործը մարդկանց սրտում արձագանք է գտնում, ենթադրում դա կարելի է հաջողություն համարել։ Մնացած 80-ները ինձ հետաքրքիր չեն, ճիշտ ասած, որովհետև ես սովոր եմ գործ անել, երբ որ ինձ համար դա հետաքրքիր է, երբ որ ես ուզում եմ դա անել, երբ որ քիչ թե շատ դա կարևորում եմ, այդպես հետո եթե դա մարդկանց մոտ, հասարակության մոտ արձագանք է գտնում, շատ ավելի լավ։ Եթե չէ, էլի մտածելու բան կա, ուրեմն մի բան են չէր, ուրեմն սրա կարիքը չկար կամ գուցե ինչ-որ տեղ սխալ է, քիչ է, ավել է, ծուռ է, շիտակ է, մի խոսքով, անդադ պրոցես կա։ Կարևորը առիթ կա քո գործով զբաղվելու։ Որն է ձեր ամենամեծ հաջողությունը։ Ես չգիտեմ, ճիշտ ասած, որն է հաջողությունը։ Այդպես լինում է, որ մարդը չկարողանա հասկանալ որն է իր հաջողությունը։ Հաստորեն հա, ձեր դիմաց նստած է հիմա այդ մարդը, ու չգիտեմ որն է դա։ Իսկապես չգիտեմ։ Իհարկե եթե մասնագիտությունից ենք խոսում։ Իսկ եթե չխոսենք մասնագիտությունից։ Մասնագիտությունից դուրս մնում է անձնական կյանքը, անձնական կյանքում ես ինձ հաջողակ եմ համարում այդ իմաստով։ Այդ դա հաջողություն է ունենալ լավ ընտանիք, խաղաղ ընտանիք, սիրով ընտանիք, առասարակ ընտանիք ունենալը դա հաջողություն է, բախտավորություն է, շնորհ է։ Այնպես որ այդ իմաստով այո, մասնագիտության առումով այդ ես պիտի չասեմ որն է հաջողություն, որը անհաջողություն։ Ես ավելի հեշտ կխոսեմ ոչ հաջողությունների մասին, քան հաջողությունների մասին։ Դրա համար դեռ ժամանակ կլինի անդրադառնալու, սես հետ նայելու, թե որն է հաջողություն։ Հիմա գործելու ժամանակն է։ Հաղորդման ամենասկզբում առաջին հարցին պատասխանելիս դուք նշեցիք, որ երբ եկաք Երևան, ձեզ սպասվում էին անակնկալներ, որոշակի դժվարություններ, որն է ձեր ամենափշոտ հիշողությունը։ Ամենա Ճիշտ ասած, հիմա էլի պիտի հաստատեմ, որովհետև չեմ կարողանա հիշել, որովհետև իմ ձգտումը նպատակը այնքան մեծ էր, որ որևէ կատաստրոֆիկ իրադարձություն անցք չի եղել, որ ինձ թևաթափեղի անի, այնպես որ եթե նույնիսկ եղել է, ես վիճակի չեմ եղել այդ ժամանակ դա ֆիքսեմ, որովհետև իմ նպատակը ցանկությունը այնքան մեծ է եղել, որ ես դրանք հաղթահարելով առաջ եմ գնացել։ Իսկ եթե կասկածներով ես գալիս փոքրիկ անհաջողություն, փոքրիկ խոչընդոտ դեպքում թևաթափես լեմ ասես, օ, սա սարսափելի հարված էր։ Դրա համար հիմա չեմ կարողանում այնպես ֆիքսել ասել, այս եղավ ու շատ դժվար էր, ես չէի սպասում։ Եղել են լիքը այդպես մեծ ու փոքր բաներ եղել են, բայց որ այդպես ֆունդամենտալ ազդեցություն թողնի վրաս։ Հա, ձայնալարելս հիվանդացավ, լարինգիտ ունեցա մի ամիս ու կես չպիտի խոսեի, դա էր շոտ իրադարձություն դա։ Այսօր երիտասարդները ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք նաև կլինեն եկամտաբեր, բայց դերասանի աշխատանքը կարծես թե այդ եկամտաբեր աշխատանքների շարքին չի դասվում։ Այդ դեպքում տաղանդավոր երիտասարդին ինչպես թատրոն բերել։ Գիտեք, ավելի կարևոր է տաղանդավոր երիտասարդի ճանապարհը չփակել, չխանգարել, ինքը իր ճանապարհը գտնի կգա թատրոնի, եթե ինքը այդ մեր ասած տաղանդավորն է հենց բառիս ճիշտ ու իսկական իմաստով, որովհետև հիմա ամեն ինչին տաղանդ են ասում, հանճար են ասում, բայց մեր ժամանակ կամ իմ հասկացած ժամանակ տաղանդավոր ասելուց առաջ մի քիչ մտածում էին, այդ շրջանակը շատ նեղ էր, ավելի շատ շնորհալի, օժտված, այդպիսի բառեր ավելի լավ էին բնորոշվում։ Ըստիս ավելի կարևոր է այդ մարդկանց չխանգարել իրենց ճանապարհը գնալուց, քան թե այդպես ձեռքը բռնել օգնել թատրոնը լավ բան է, արի թատրոնում եղի, չէ։ Եվ թերևս եթե պիտի որևէ բանով օգտակար լինես, ամենալավը բառերի փոխարեն այդպես գործ անելն է, քո օրինակով ենթադրենք։ Թե դու ոնց ես վերաբերվում քո մասնագիտությանը, առասարակ քո կերպարը շատ հետաքրքրվող մարդուն կարող է լավ օրինակ ծառայել, ենթադրենք, փոխանակ դու ասես, որ գիտես թատրոնը նվիրում է պահանջում, թատրոնը անկեղծություն է պահանջում, թատրոնը հոգսեր չի սիրում, ինչ է նշանակում թատրոնը սկսում է կախիչից, այդքանը բացատրելու փոխարեն ենթադրում եմ արժի վարքը մարդու ուսումնասիրել, անցած ճանապարհը նայել ու եթե հարցեր կծագեն, այդ ժամանակ արդեն արժի պատասխանել։ Երբ դուք որևէ առաջարկ ընդունում եք,
ինչն եք հաշվի առնում, ունեք որոշակի սկզբունքներ, որոնք դուք անպայման պահում եք։ Հա, անպայման կան նախ ֆիլմերի դեպքում սցենարը պետք է հավանեմ, ինձ հետաքրքիր լինի, հետո ով է նկարահանում, ում հետ պիտի նկարվեմ, բայց իհարկե առաջին տեղում սցենարն է։ Պիտի հետաքրքիր լինի, պիտի կարևոր լինի, պիտի ինչ-որ բանով ինձ ոգևորի։ Նույնը թերևս թատրոնում ճիշտ է, երբ որ աշխատում ես թատրոնում հաստիկային աշխատող ես, դու իրավունք չունես դերերից հրաժարվելու, բայց եթե թատրոնի հաստիկային աշխատող չես ու քեզ հրավիրում են որևէ տեղ խաղալու, դու կարդում ես պիեսը, ծանոթանում ես մի խոսքով։ Հիմա գոնե իմ մոտ իմ ամենակարևոր չափանիշը հետաքրքիր լինելն է, ինձ գործը պիտի հետաքրքիր լինի։ Պիտի ես ուզենամ դրա մեջ լինեմ։ Հետո արդեն մնացած նրբությունների հետ ես հաշվի նստում։ Բաբկին հետ կարաս աշխատես նյուանսների վրա։ Հասարակ մեծ ես բան ասեմ, շատ բան տեսարանա, այդ երկեն գիշերի առաջին նովելը, որը ըստ իս պետք է խեղտոցներ, այսինքն օդը պետք է լրիվ հանենք, որ հանդիսատեսը այսինքն խեղդվի այդ հարաբերություններից, այդ կեղծ, այդ establishment-ը հայկական այդ որ տիպը օլիգարխ չեն, բայց այն երկրի ինչ որ մի դեմքերից են, բայց իրականում փտած ընտանիք է, լրիվ փտած է, եւ դա ուզում էի, որ հետո օդը կամաց բացեմ, եւ մեջը հայոյանք կար։ Ոնց է լարվել Բաբկին է, դրանից որ պիտի գա, ես այդ 10-15 րոպեով նկարում եմ դուբլերը, ու Լուիզա հետա ինձ ասեց, որ շատ կոպիտ է հայերեն, մի քիչ բան ասեմ Բաբկին նայ։ Ինքնադպատակ չի հայել։ Ասում, եթե գալիս է ներսից, ինչ գալիս է, դա ասում ես, չի գալիս, մի ասա։ Գալիս է, եկավ շատ մեղմ, ավելի անհամեմատ մեղմ ավելի, բայց այն ինչ որ ինքը անում է, ինքը ներսից է գալիս։ Այդ ֆիլմից էլի մի դրվագ կա, որ պատկերացնեք պերֆեկցիոնիզմը եւ իր ձգտումը, իսկ դա շատ կարևոր բան է դերասանի համար, որ մաքսիմալ ռեալիզացվի, մաքսիմալ կերպարանա փոխվի, ոչ թե ցույց տա, այլ է ներսից գա, որովհետեւ ես երբեք չեմ թողում դերասանը ցույց տա։ Ասում եմ, տեխնիկան սովորել եք շատ լավ է, ես դրա գնորդը չեմ։ Պետքա ներսից գա, պետք է ստեղծ ու ոնց ինքը վրթորվեց, որ Լուիզան, կներեք Լուիզան, տեքստը մոռացավ միտեղ, ու լավ դուբլում շատ, Բաբկին ասենց գլուխը վեկատով, մեկն այս դուս եկա փախած, Լուիզ էս ինչ փչացրիր, շատ լավ դուբլ էր, ասի լավ նորմալ է, էլի կարակ անեք, այսինքն իրա վերաբերմունքի մասին է խոսում ու դիապազոնի։ Եթե ասեմ, որ շատ հեշտ է Բաբկենի հետ կխափեմ միանշանակ, բայց երբեք չի կարելի ասել դժվար։ Ուղղակի ինքը իսկապես շատ պահանջկոտ, շատ բծախնդիր, շատ տարբեր խորքեր փնտրող, գտնող մարդ է եւ ինչը պահանջում է ստեղծագործական իր թիմից, որտեղ էլ որ գտնվի եւ իր շուրջը մի տեսակ իր ներկայությամբ process-ը շատ ավելի այսպես ավելի լուրջ երանգների մեջ է միշտ ընթանում, բայց իրան իմանալով, հենց որ սկսում ես ճանաչել իրան, շատ հեշտ եւ էլի եմ ուզում եմ ես բառը կրկնեմ, որովհետեւ ամեն տեղ չի որ հնարավոր է իրան օգտագործել։ Հրաշալի բառ է դա, բերկրանք, վայելել այդ մարդուն, այդ բերկրանքը վայելել, թե ինքը եւ ոնց է կարողանում վարակել իր շուրջը։ Թվում է թե դերասանները կան, տենց 90%-ը կապրիզ են, ապրիզ ես եմ չգիտեմ ինչ, բարձա որ էգոն բարձր է, մեծ կարծիք ունեն Բաբկինը, այդ զվեզնեստ ասած բանը չունի աստղային իմաստությունը։ Դա խոսում է նրա մասին, շատ առողջ է ինքը։ Մարդ տեսակի մասն է, շատ առողջ է, որովհետև միշտ մարդը մի բանը մյուսով կոմպենսացնում է, ինքը այդ կոմպենսացիայի խնդիրը չունի։ Ինքը այդ կոմպենսացիան գա մտնի։ Կան դերասաններ, ոնց որ սիրամար գնեն։ Մտնում են նկարահանման հրապարակում, փոշները սիրուն բացում են, ասեն, դե եկա Էրիկա, էլի, նկարեք, թողեք գնամ, այսինքն ինչ կերպար, ինչ նյուանսներ։ Բաբկինի հետ լրիվ ուրիշ է։ Ձեզ համար ավելի ցանկալի է դեր ստանձնել ֆիլմում, թե թատրոնում։ Կշռել պետք չի, ճիշտ ասած, որովհետև նա ուրիշ աշխարհ է, լավ վատ չի, շատ ու քիչ չի, ես շնորհակալ եմ, որ երկուսում լինելու հնարավորությունն էլ ունեմ։ Ու ամեն մի առիթն էլ օգտագործում եմ լինելու եւ այնտեղ, որովհետեւ նա ուրիշ հաճույք է, ուրիշ պատասխանատվություն է, ուրիշ աշխարհ է, նա ուրիշ է։ Եվ շատ հաճելի է, որ այդ մեկից մյուսը անցնելու հնարավորություն ու առիթ կա։
Մենք անընդհատ խոսում ենք դերասանի աշխատանքի եւ դրա կատարելագործման մասին, ռեժիսորական աշխատանքի, սցենարական պլանի, բայց շատ քիչ ենք խոսում այն մասին, թե ինչպես է հանդիսատեսը ընկալում եւ ինչպիսի հանդիսատես ունենք այսօր։ Դուք կարծում եք հանդիսատեսը դեպի դրական մոտեցումների գնացել է, կան փոփոխություններ։ Հանդիսատեսի կուլտուրայի մասին է խոսքը։ Ես ճիշտ ասած կուլտուրայից երբեք էլ դժգոհ չեմ եղել, միշտ էլ թատրոնում գոնե ես որտեղ աշխատել եմ, ինչքան առիթ եղել է, միշտ շնորհակալ, պատրաստված եւ սեր տվող հանդիսատես է եղել, այսօր էլ այդ իմաստով շատ բան չի փոխվել։ Նաև կար ժամանակ, որ տարիքային իմաստով է բան փոխվել, որ հիմա ենթադրում եմ ավելի երիտասարդներ են գալիս թատրոն, ինչ ինձ ավելի շատ ուրախացնում է, բայց կուզեի ավելի փոքրուց գնային թատրոն, որովհետև թատրոն գնալը, ներկայացում նայելը դա առանձին մշակույթ է, որին պետք է սովորեցնել, որին պետք է բերել։ Ճիշտ է կա պատանի հանդիսատեսի թատրոն, բայց ամբողջ բեռն ու պատասխանատվություն դնել պատանի հանդիսատեսի ուսերին տեսական արդար է։ Նկատի ունեմ, որ երեխաներին թատրոն բերելու հարցում նաև շատ անելիք ունեն ընտանիքները, ծնողները։ Իրենք պիտի ուղղակի իրենց երեխայի ձեռքը բռնեն, տանեն թատրոն ներկայացում նայելու։ Ու այդպես տարիների հետ երեխային էլ չպիտի բացատրես բալիկս պետք է գնալ թատրոն։ Ինքը արդեն փորձ ունի թատրոն գնալու, ներկայացում նայելու, ինքը կուզի գնալ։ Ու ժամանակ անց ինքը կլինի պատրաստված, կարծիք ունեցող, ճաշակ ձևավորած հանդիսատես, որը նաև կնպաստի թատրոնի զարգացմանը, թատրոնի էվոլյուցիային, իր հաճախելիությամբ, իր գնահատականներով, իր ծափերով, այդպես այդ փոխադարձ process-ը պիտի լինի, որովհետև թատրոն, դերասան, ներկայացում, հանդիսատես հարաբերությունը մենակ ծափերի շատությամբ կամ տոմսերի սպառվելու արագությամբ չի որոշվում։ Դա շատ նուրբ հարաբերություն է, որին գնահատական տալու համար պիտի ժամանակի մեծ հատված վերցնես ու ուսումնասիրես։ Իսկ ես այդքան հմտություններ չունեմ այդ ուսումնասիրելու։ Ես պես կարճ հատվածի համար կարող եմ ինչ-որ բաներ ասել, բայց կարևոր է, որ ես սիրում եմ մեր հանդիսատեսին։ Շատ։ Կարծում եք, որպես դերասան ձեր ռեսուրսները, ֆիլմ արտադրությունը եւ թատրոնը ամբողջությամբ կարողացել եմ ինչ այս պահը օգտագործել։ Եթե կարողանամ սթափ գնահատել իմ ռեսուրսների չափը, կկարողանամ այդ հարցին պատասխանել, բայց ես ինքս չգիտեմ այդ ռեսուրսները, որ դրա համար էլ ամեն առիթը ես փորձում եմ օգտագործել, որ ինքս կարողանամ ինձ հասկանալ, թե ինչի եմ ընդունակ կամ էլ ինչ կարող եմ անել, այսա չեմ փորձել, սա էլ փորձեմ, այնպես որ իհարկե լավ կլիներ, որ առիթները շատ ավելի շատ լինեին, ընտրելու հնարավորություն ավելի մեծ լիներ, բայց եղածով էլ շնորհակալ ենք ու ակնկալիք ունեմ, որ ժամանակի հետ առիթները ավելի շատ կլինեն։ Չնայած այս վերջին 4-5 տարվա ընթացքում ենթադրում փոքր աշխուժություն կա։ Ճիշտ է, հաճախ չէ, որ քանակը որակի ենթադրում, բայց ավելի լավ է անել, սխալվել, հետևություն անել, առաջ գնալ, քան թե ոչինչ չանել երազելով կատարյալ պրոյեկտի մասին։ Բայց պայման կա, որ լավ կլինի ամենչով պրոֆեսիոնալները զբաղվեն։ Դուք ինքներդ եք ընտրում ինչ կարդալ, թե կարդում եք այն, ինչ ձեզ այդ պահին առաջարկում են։ Չէ, մեծավ մասամբ ես եմ ընտրում 99%-ով։ Առաջարկները ընդունելու դեպքում էլ այդ ոնց պիտի լինի սրտից մտքից կպնի, որ փորձեմ կարդալ, թե չէ, մյուս դեպքերում չեմ կարդա ուղղակի, որովհետև չեմ ուզում։ Դա իմ մասնագիտությունը չի, դա ես չգիտեմ, նույնիսկ հոբի չի, որովհետև կատակ բան չի բանաստեղծությունը կարդալը, դու քեզ կարդում ես ուրիշ բան է, բայց երբ որ կարդում ես ու շատ մարդիկ պիտի լսեն, դա արդեն պատասխանատվություն է, որովհետև միշտ չի, որ քո հույզերը, քո մեկնաբանությունը շատերի սրտին կխոսի։ Դրա համար այնքան պիտի ինձ գրավի այդ գործը, որ ես դրա մասին չմտածեմ, շատ ուզենամ կարդալ ու կիսվել։ Իսկ որ ինձ ասում են լավ բանաստեղծություն է կկարդաս, արդեն որ ասում են լավն է, ես արդեն սենց եմ լինում, թե լավն է, թե չէ, ես սիրում եմ, ես բացահայտեմ բանաստեղծությունը։ Ես որ բանաստեղծությունը հավանեցի, թեկուզ աշխարհն էլ գոռալ, դե սա ապուշ բանաստեղծությունը ինձ համար մեկ է, ես կկարդամ, ես կսիրեմ։
Իսկ որ ասում են շատ լավն է, զիլ գրողը, բան ես արդեն sense ակնկալիքներ եմ մոտ ձևավորվում ու որպես կանոն այդ ակնկալիքները կարդալուց հետո չեն բավարարվում։ Դրա համար ես այդ առաջարկները մերժում եմ։ Ճիշտ է դժվարությամբ, որովհետև դժվար է մարդուն բացատրել, հատկապես երբ հեղինակն է առաջարկում իր գործը, չգիտես մարդուն ոնց ասես, թե ինչի չես ուզում կարդաս, ինքը պիտի մտածի, թե դու վատ գնահատական ես տալիս կամ չես հավանում իր գրածը, բայց հաճախ գաղտնիք էլ կա, ես չեմ կարող կարդալ ամեն բանաստեղծություն չեմ կարող կարդալ, ամեն նյութ չի, որ կկարողանամ կարդալ, ի վերջո նաև կուզեմ կարդալ։ Այնպես որ ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ես ընտրեմ, թե ինչ կարդամ, ինչ չկարդամ։ Երջանիկները պատմություն չունեն, իսկ ես մեկն ունեմ, հիմա կպատմեմ։ Մի աղջիկ կար ինձնից գողացավ ժպիտս վերջին և իր հետ տարավ իմ հույսը վերջին։ Երջանիկները ապրում են խաղաղ, առանց աղմուկի և չունեն ճիչեր, լալիս են անձայն, առանց արցունքի։ Իմ սիրտը սակայն մի ահազանգ է հնչեցնում հիմա, քանզի երբ ինձնից ընդմիշտ հեռացար, կորած եմ անհույս, ինչպես թագավոր, որը գահ չունի։ Կորած եմ անհույս, ինչպես մի տենոր, որը զրկվում է հանկարծ իր ձայնից, ինչպես անհավատ հոգևորական կամ դաշնակահար, որ մատներ չունի։ Ախր առանց քեզ կորած եմ անհույս, ախ իմ սիրելի։ Կորած եմ անհույս, ինչպես կյանքն առանց փառասիրության։ Կորած եմ անհույս, ինչպես նավաստին, որը բաց ծովում տեսադաշտ չունի։ Ինչպես երկիրը առանց օրենքի, ինչպես երեխան, որ մոլորվել է խորքում անտառի։ Ախր առանց քեզ կորած եմ անհույս, ախ իմ սիրելի։ Այն ժամանակ, երբ ինձ սիրում էիր, թե հասկանայի վարկյաններն անգամ կսանձահարեի, և վարկյանները և ժամանակը, թե հասկանայի այդպես էլ կանեի, բայց երբ հասկացա, ես մենակ էի ու ինձ լքել էիր։ Այդ օրվանից էլ մենակ եմ անհույս, ինչպես փեթակը, որ մեղու չունի։ Կորած եմ անհույս, ինչպես օրն առանց արևի լույսի, ինչպես եղնիկը հալածանքներից ուժասպառ եղած, ինչպես խարույկը, որ կրակ չունի։ Ախ իմ սիրելի, ախր առանց քեզ կորած եմ, կորած։ Լինելով շատ զբաղված անձնավորություն, հասցնում եք ձեր սիրելի մարդկանց բավարար ժամանակ տրամադրել։ Հիմա արդեն հա։ Հիմա այդքան շատ զբաղված չեմ, դրա մեջ նաև իմ ջանքը կա, որ այդպես լինի, որովհետև հասկացա, որ իսկապես կյանքը անցնում է ու քո ընտանիքին, քո սիրելիներին բավարար ժամանակ չես հատկացնում։ Տարիքի հետ այդպես դրա կարիքն ու կարևորությունը զգում ես ու հիմա ես քայլեր եմ անում կոնկրետ, որ ավելի շատ ժամանակ ունենամ իմ հարազատների, իմ մտերիմների, իմ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու, որովհետև աշխատանքը միշտ էլ կա։ Այ ընտանիքի հետ կարևոր է, որովհետև երեխաներդ կմեծանան, դու չես հասկանա, լիքը բաներ բաց կթողնես, այդ ուղղել չի լինի, իսկ դա քեզ ներելը դժվար է։ Հաճախ մեկ շոր ու կոշիկ թող պակաս լինի, բայց ավելի շատ ժամանակ անցկացնես լինես քո երեխայի հետ, քո երեխու խնդիրները լսես, քո երեխու զրույցները լսես, դա ավելի թանկ կապիտալ է, քան այդ ժամանակին նյութական ապահովությունը։ Ես այն քիչ մարդկանցից եմ, ով նաև իր ընտանիքի հետ շփում ունի, то есть այսինքն այդ ես երևի այն քիչ մարդկանցից եմ, ով նաև իր ընտանիքի հետ շփում ունի, այսինքն մենք նաև ընտանիքներով շփվում ենք եւ քանի որ փոքրուց, իսկապես փոքրուց մենք մանուկ հասակից մինչև հիմա մոտ ընկերներ ենք, ապրում ու աշխատում ենք միասին, հետաքրքիր շատ հետաքրքիր հայր է, առաջին հայացքից խիստ, բայց հենց որ սկսում ես ճանաչել իրան, այդ հարաբերությունների մեջ տեսնել, նկատել, թե ինչքան տալիս է նաև միևնույն ժամանակ ընտրելու ազատություն, սեփական որոշում կայացնելու, այդ շատ կարևոր բան է, հա, որ զավակի տալիս է սեփական որոշում կայացնելու, բայց միևնույն ժամանակ պատմում ու ասում ես, թե ինչի մասին է կյանքը։ Այս տեսակ չեմ ասի, որ շատ այդպես կենսուրախ, ընդհանրապես եթե էներգետիկ իմաստով համեմատենք, շատ
տարբեր մարդիկ ենք էլի էներգետիկ իմաստով, ինքը բավականին հավասարակշռված է նաև այդ հարցում, նույնիսկ երբեմն զարմացնում է այդ հանգամանքը, թե ասենք ինչպես կարելի է այդքան լուրջ շփվել սեփական երեխաների հետ, որպես թե հասուն մարդկանց հետ եւ հասուն հարաբերություններ, խորը մտքեր եւ այդպես հարգանքի արժանի։ Որն է ամուր ընտանիքի հիմքը։ Սերը։ Ընտանիքում եթե սեր կա, բոլոր հարցերը կլուծվեն։ Սիրո բացակայությունից են բոլոր խնդիրները, պրետենզիաները, չհարգելը, սահմաններ գծելը, խախտելը, բողոքելը, կռվելը։ Իսկ եթե սեր կա, բոլոր հարցերը, սուրանկյունները հարթվում են։ Ոչ ոք կատարյալ չի, ամեն մեկը մեր խնդիրներն ունենք, մեր թերություններն ունենք։ Իսկ սերը ամենալավն է սովորեցնում փող զիջել, համբերել, ներել, հոգ տանել, մի խոսքով սերը ինքը կարճ բառ է, բայց շատ ընդգրկուն։ Սերը դառն է թե քաղցր։ Միանշանակ քաղցր։ Զարմացա տենց ոնց կարող է դառը լինել։ Եթե դառնա, ուրեմն սեր չի։ Ում գնահատականն է կարևոր ձեզ համար։ Ում որ հարցնեմ, ճիշտ ասած։ Ում որ հարցրեցի գնահատական տալու համար, դրա գրատականը հենց կարևոր է։ Իսկ հաճախ եք հարցնում ինչ-որ մեկին։ Չէ։ Չէ, ես մի շատ կարևոր գնահատող ունեմ, որ ինձ հերիք է։ Եվ դա մարդ չի։ Եթե բացեմ փակագծերը, դա եթե ես որևէ մեկի համար պետք է իմ վարքը վերանայեմ, իմ կյանքը կենցաղը վերանայեմ, դա Աստված է։ Պիտի Աստծո աչքին Աստծո երկյուղով ապրես։ Մնացած մարդկային գնահատականներ շատ էական չէ։ Մարդկային հարաբերություններում կա երևույթ, որը դուք չեք կարող ներել։ Առաջ ավելի հեշտ կպատասխանայի, բայց հիմա փորձում եմ ամեն ինչ ներել, որովհետև պետք է ներել, եթե դու չես ներում, քեզ էլ չի ներվի վերջում։ Բայց իհարկե դավաճանությունը տանել չեմ կարողանում։ Դավաճանությունը շատ բարդ բան է ու դժվար է դրանց հետ ուշքի գալը, բայց մտածում եմ, որ մարդկանց կյանքում միշտ պետք է լինի այդ դավաճանության 1-2 դրվագ։ Դա շատ կարևոր է։ Մարդուն կոփում է այնպես, ինչպես ոչ մի բան չի կոփում։ Եվ սուտը տանել չեմ կարողանում։ Փոքրիկ թեկուզ կենցաղային անմեղ առաջին հայացքին թվացող սուտը տանել չեմ կարողանում ուղղակի։ Մարդ աչքից սևանում է, որ այդպես սուտ է խոսում։ Բայց փորձում եմ նաև դա էլ ներել, հասկանալ, ընկալել։ Վերջո ինչը դու չես ընդունում, մերժում, վերջո նաև այսպես թե այնպես դու ես նաև դրա կրողը։ Մի օր ինչը մենք դատապարտում ենք, մենք էլ ենք անում անպայման։ Կամա թե ակամա։ Պես որ ուրիշի աչքի փուշը տեսնելուց առաջ մեր գերանը հանենք, լավ է։ Ինչպիսի չափանիշներ ունեցող մարդը կարող է դառնալ Վաբկեն Չոբանյանի ընկերը։ Հիմա դժվար ես արդեն բաց լինեմ ընկերության համար, որովհետև այս տարիքում դժվար արդեն ընկերներ ձեռք բերելը։ Ավելի շատ դժվար իմ ավելի հետաքրքիր եղած ընկերությունը փայփայել պահելը, քան նորի համար ժամանակ, ջանք, էներգիա դնելը։ Իսկ եթե անպայման պիտի չափանիշներ նշեմ, այն ինչը իմ մեջ չկա ու ես իմ ընկերների մեջ գտել եմ, իրանք իմ ընկերներն են։ Որովհետև ինչի կարիք ես ունեցել եմ, զգացել եմ, որ դրա բացը կա իմ մեջ, ես այդպեսին չեմ ու ընկերոջս մեջ չեմ տեսել, ինքը դարձել է իմ ընկերը։ Այնպես որ այն կարևոր բաները, որոնց կարիքը ես ունեի, ես գտել եմ ու դրա համար հիմա այդպես նոր ընկերության համար շատ բաց չեմ։ Հարաբերությունները ընկերական նորմալ է, բայց ընկերը դառնալով ընկերը մի քիչ սահմանափակ բան է, էլի, եւ թվի առումով, եւ ժամանակի առումով, որ պիտի ունենաս, եւ քանակի առումով ավելի լավ է որակյալ ընկերներ ունենաս, 1, 2, 3 լինեն, քան մի 10-15 ընկեր, բայց Դուք ձեզ լավ ընկեր համարում եք։
Ես փորձում եմ լինել լավ ընկեր, փորձում եմ լինել ու ինչքան ընկերներս լավն են, այնքան ես անելու բան ունեմ, որ արժանանամ այդ ընկերությանը, որովհետև կան բաներ, որ ես ընկերներից մեջ գնահատում եմ, հետո պահ է գալիս հասկանում ես, որ դու արդյոք ի վիճակի ես այդպես վարվել այդ պահին։ Ու հենց այն միտքը, որ այդպես ընկեր ունես, որ այդպես վարվես, դու ես փորձում այդպես վարվել ու հետո կամաց դա դառնում արդեն բնավորություն, տեսակ, այնպես որ ես իմ ընկերներով ավելի շատ խմբագրվում եմ ու դա ինձ ուրախություն է պատճառում։ Ես ինքս process եմ ապրում իմ ընկերների հետ շփվելով, մի քիչ ավելի լավն եմ դառնում իրենց շնորհիվ ու դա հրաշալի է, ինչի համար ես շնորհակալ եմ իմ ընկերներին։ Շատ հավասարակշռված շատ խորաթափանց, խելոք, գրագետ, կարդացած, իսկական լավ արվեստագետ, հպարտանալու արվեստագետ, հպարտանալու ընկեր։ Բաբկին ինքը ցանկանամ ռեալիզացիա, ռեալիզացնի այն ինչ որ ինքը ուզում է, որովհետև եթե 5 գնանք ժամանակները Ֆրունզ Մկրտչյանը, Խորենի, իրենք գնացին բոլորը լիարժեք չռեալիզացված։ Այսինքն ավելին էին իրանք ավելի հնարավորություններ ունեին, բայց չստացվեց տարբեր հանգամանքներ, այն ժամանակ իդեալոգիա էր չէր թողնում, այս չի կարելի, այն չի կարելի։ Այսօր փողի ցենզուրա է, որը միշտ առաջարկում է գրեթե նույն բաները, իսկ դերասանին, որ միտեղ օգտագործում են որպես ամպլուա, հետո սկսում են անընդհատ այդ շաբլոնի մեջ իրան գցել։ Դրա համար ես իրան ցանկանում եմ բազմա երանգ եւ բազմագույն ստեղծագործական պալիտրա, որ այդ ռեալիզացված, չռեալիզացված լինելու հանգամանք իր մեջ չլինի, որտեղ մենք բոլորս ենք, ես այդ չռեալի, ես որ ասում եմ 5-6% եմ ինձ ռեալիզացրին, ինձ ասում են դու բան ես, կակետ կա ես։ Իրականում տենց է։ Գիտեք, Երջանիկ դերասանին մաղթել, որ ասեմ, շատ դերեր, դրա կարիքը ինքը չունի։ Հանդիսատեսի սերը վայելում է իր ամբողջ այդ парքով քանի որ բնավորությանը լավ ծանոթ եմ ժամանակ առ ժամանակ ինքը իրան ինչ որ տեղափոխություններ անում ինքը իր համար օրինակ այս վերջին շրջանում ասեցի քիչ է խաղում թատրոնում կուզեմ որ ինքը շատ խաղա թատրոնում եւ եթե այս էլ լինի եւս մեկ հնարավորություն իրեն այդ առումով համոզելու շատ ուրախ կլինեմ որովհետեւ իրան նայելը տեսնելը իր խաղը վայելելը ուղղակի ինքը պետք է չզրկի մեզ այդ հաճույքից Ինչ բաղադրիչներ ունի երջանկությունը ձեզ համար Մի կարևոր բաղադրիչ կա դա սերն է ու այդ սերը ես որ ասում եմ կին-տղամարդ հարաբերություններին չի վերաբերում միայն ծնող զավակ հարաբերություններին չի վերաբերում սերը առ հայրենիք չէ առհասարակ եզրական ընդգրկուն համատարած սիրո մասին եմ խոսում որ եթե քո կյանքում սերը կա երջանկության շատ պատառիկներ կունենաս Հետո շատ կարևոր է թե մենք ոնց ենք սահմանում մեր համար երջանկությունը, որովհետև տարբեր մարդկանց մոտ տարբեր է երջանկության սահմանումը, պատկերացումը։ Գուցե իմ երջանկության մոդելը շատերի համար անկարելի լինի կամ անհեթեթություն լինի, բայց ինձ համար կարևոր է որ ես այդ զգացողություն ունենամ։ Ու հաճախ գիտեք դժվար է դա բառերի վերածել եւ բանաձևել, դնել ինչ որ բառերի մեջ թե այս սա երջանկությունը, որովհետև ինքը այդպես շատ ընդգրկուն հասկացություն է։ Բայց եթե մեկ-երկու բառով ասեմ, դա խաղաղության զգացումն է, որը դու ունես առհասարակ ներդաշնակ ես քեզ հետ, քո ընտանիքի, քո հասարակության, քո գործի եւ ամենակարևորը քո Աստծո հետ։ Որովհետեւ իմ համար ամենակարևոր ուղենիշն ու ցուցիչը Աստված է։ Ես ձգտում եմ իր երկյուղով ապրել, որովհետեւ եթե այդտեղ հաջողում ես, բոլոր տեղերն ես հաջողում։ Առհասարակ այնպես որ Աստծո շնորհը գիտակցելն ու շնորհի համար շնորհակալ լինելը ինձ թվում է արդեն երջանկություն է
Որովհետեւ եթե այդտեղ չես հաջողել մնացած մյուս բնակավարներում ընտանիքի գործ, կարիերա բան, եթե քեզ թվում է հաջողել ես, չէ, դա պատրանք է, որը մի օր անպայման վերանալու է ու որպես կանոն շատ ցավոտ։ Այնպես որ դժվար է իրականում երջանկության մասին խոսել։ Իսկ ինչ է պակասում ձեզ էլ ավելի երջանիկ զգացողություններ ունենալու համար։ Հավատից մեջ մի քիչ ավելի կայուն լինելը, որովհետև այս կյանքը այնպես է, որ ամեն ինչ արվում է, որ քո հավատը սասանվի, դու ժամանակ չունենաս այդ մասին մտածելու, դու ճիշտ ճանապարհից շեղվես, հայացքդ, ուշադրությունդ ուրիշ ժամանակավոր անհեթեթ բաների վրա ծախսես։ Մեր թանկագինը ամենա որ ունենք ժամանակը անհեթեթ բաների վրա ծախսենք կարևորի մասին մտածելու փոխարեն։ Այ ինձ դա է պակասում, որ ես կարողանամ իմ հավատի հետևից ամուր գնամ։ Որովհետև եթե կյանքին փոքր հատված հաջողում է ճանապարհով գնալ ու հենց այդ հաջողությունը վերջանում է, նոր հասկանում ես, թե դա ինչ երջանկություն էր, դա ինչ կատարյալ վիճակ էր։ Այնպես որ միշտ մի բան պակասելու է։ Շատ դարդ չեմ անում։ Շնորհակալ եմ գեղեցիկ, տպավորիչ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալություն առիթի համար, որ կարևոր բաներից կարողացանք խոսել։ Սիրով։ Ձեզ հետ հայ պերսոնաներ կհանդիպենք։